Նոր ցուցադրություն, որը բացահայտում է Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, Բլիժուիֆի հոգեբուժարանում նրա կյանքի վերջին տարիների առեղծվածը։ Կոմիտասի թանգարան ինստիտուտը ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում արվեստասերին է ներկայացրել հայ անվանի դիրիժոր Կոմիտաս Գևորգյանի նվիրաբերած հավաքածուն, նամակներ, փաստաթղթեր, որոնք լույս են սփռում վարդապետի կենսագրության քիչ ուսումնասիրված էջերի վրա։ Ընդամենը մեկ թղթից մենք այնքան բան կարող ենք իմանալ այդ վերջին տարիներին նրա հոգեվիճակի մասին, ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր որ դրանով զբաղվել են։ Նրանք բոլորն էլ շատ կարևոր անուններ են, որոնց մենք ավելի մոտիկից ենք ծանոթանում այս ցուցադրության շնորհիվ։ Նամակներ Բլիժուիֆից խորագրով ցուցադրությունը ներկայացնում է նաև Կոմիտասի խնամատար հանձնաժողովի գործունեությունը, որը Ֆրանսիայում հրատարակում էր վարդապետի ստեղծագործությունները նրա բուժման ծախսերը հոգալու համար։ Հրատարակությունները, որոնք նայեն կտեսնենք իրենց վրա մի կնիկ են գրում, որը հենց նշանակում է Կոմիտասի խնամատար հանձնաժողովը, եւ այս կնիկով հրատարակությունները ոչ միայն Ֆրանսիայում են վաճառվել, այլ նաև տարբեր տեղեր։ Թանգարանում նշում են, այս փաստաթղթերը կարևոր են Կոմիտասի կյանքի ամենաբարդ շրջանը նրա հոգեվիճակն ավելի լավ հասկանալու համար։ Այս նամակներում մենք իմանում ենք նաև այն վիճակը, որի մեջ ապրել է Կոմիտասը, այցելուներին, նրա հիվանդությունը, նրա խռովքի, նրա լռության իսկական պատճառները։ Այդ իսկ պատճառով սա բավական կարևոր է ունենալ այս ցուցադրությունը եւ հանրության սեփականությունը դարձնել։ Իդեպ, ցուցադրությունը պատմում է նաև այլ ավելի զվարթ ու լուսավոր Կոմիտասի մասին։ Նրա այդ կերպարն արտացոլված է հայ կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանին ուղղված նամակում։ Ասեմ, որ Կոմիտաս վարդապետը քիչ նամակներ ունի գրված երաժիշտներին։ Հիմնականում Կոմիտաս վարդապետը համագործակցել է գրչի մարդկանց հետ։ Կամ օրինակ Գևորգյան հոգևոր ճեմորանի իր սիրելի բարեկամների, բայց այստեղ մենք տեսնում ենք նրա շատ ջերմտերմիկ նամակը Նիկողայոս Տիգրանյանին։ Ցուցադրությունը ընդգծում է Կոմիտասի խոր կապը ֆրանսիական մշակույթի հետ, ինչը հատկապես ամրապնդվել է 1915 թվականից հետո, երբ նրա ստեղծագործությունները հայտնի դարձան Ֆրանսիայում, նպաստելով նաև հայկական երաժշտության միջազգայնացմանը։ Հասմիկ Պողոսյան, Արման Թովմասյան, լուրերի համար։